Nagorno-Karabakh, in essence, is a conflict between Armenia and Azerbaijan, and I hope it remains a conflict. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև է, մնում է միայն հուսալ, որ այն չի վերաճի ռուս-թուրքական հակամարտության։ Այս դեպքում իրավիճակը ահազանգող կարող է դառնալ։ Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում նշեց Կարնեգի հաստատության Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրերի ղեկավար վերլուծաբան Փոլ Ստրոնսկին, հավելելով, որ թե ռուսական եւ թե թուրքական կողմից հնչող հայտարարությունները անհանգստության առիթ են տալիս։ We've seen this past year be particularly dangerous. Շփման գծում իրավիճակը արդեն իսկ լարված էր, այն գնալով ավելի է սրվում։ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը դրական ոչինչ չի խոստանում այս պարագայում։ Ըստ արտաքին քաղաքականության հետազոտությունների հաստատության վերլուծաբան Մայքլ Սեսիրիի ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը անհարմար իրավիճակ է ստեղծել հատկապես Ադրբեջանի համար։ So it actually puts Azerbaijan in a very difficult. Ադրբեջանը հայտնվել է անհարմար իրավիճակում։ Մի կողմից կշեռքին են դրված Թուրքիայի հետ հարաբերությունները, մյուս կողմից Ռուսաստանը, երկիր, որի հետ Ադրբեջանը ամուր կապեր ունի։ What I think the West can do, and hopefully with Russia. Կարծում եմ, Արևմուտքի դերն է անել հնարավորինս ամեն ինչ համագործակցելով նաև Ռուսաստանի հետ, պատերազմի վերսկսումը թույլ չտալու համար։ Ստրոնսկին հավելում է, որ նախագահների հանդիպումից ինքը մեծ ակնկալիքներ չունի։ I hope that it will be more towards. Հուսով եմ, որ հանդիպան ընթացքում կողմերը կկարողանան համաձայնության գալ Մինսկի խմբի միջնորդների օգնությամբ, քանի որ երկու կողմն էլ գիտակցում է պայթյունավտանգ այս իրավիճակի հետևանքները։ Ստրոնսկին նշում է, որ Ադրբեջանի որդեգրած սուր ռազմավարության ետևում թաքնված է Ալիևի անվստահությունը։ Նա հայտնվել է ծանր ընտրության առջև Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների լարման պայմաններում։ Ըստ Մայքլ Սեսիրիի, եթե անցյալում տարածաշրջանի երկրների ռազմավարությունն ու շահը հստակ պարզ էին, ապա այժմ դա այդպես չէ։ Այս պարագայում իրավիճակը պայթյունավտանգ է։ Ինեսա Մխիթարյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։